Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին, բարև ձեզ Տիկին Ալավերդյան։ Աստծո բարև։ Շնորհակալ եմ, որ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ալավերդյան, թերևս սկսենք նրանից, որ այո, երեք Արեգնազ Մանուկյանը, որը քաղբանտարկյալ է ըստ մի շարք ընդդիմադիրների, այսպես հանրային ճնշման ներքո, դրա ազդեցության ներքո հանդիպեց իր անչափահաս դստերն իրենց ծննդյան օրով հենց, սա հատկանշական է։ Եվ երեք Եվրամիության շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Այս ամենի համատեքստում ձեր կարծիքը ինչ տպավորություններ ունեք դուք եւ առհասարակ քաղաքական եւ հասարակական ճնշման ներքո էր, որ պիտի պատկան մարմինները փոխեն իրենց կարծիքը եւ թույլ տային, որ մայրը տեսակցի դստերը։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Շնորհակալություն հարցի համար։ Սկսենք լավ լուրից, որ հանդիպումը տեղի է ունեցել եւ տեղի ունեցել հասարակության ճնշման ներքո, ինչպես դուք ճիշտ նշեցիք։ Այսինքն հասարակական ճնշումը դեռ ունի իր գինը, իր կշիռը։ Լսելի է։ Ես բոլոր նրանց եմ ասում, ովքեր որ ինձ էլ դիմում են, ասում են, որ այդքան անում եք, ինչ օգուտ կա եւ այլն։ Ես ուզում եմ ասել, բայ ինչ օգուտ կա լռելուց օգուտ հաստատ չկա, վնասը կա։ Այսինքն լավ լուրը նա է, որ տեղի է ունեցել այդ մարդկային մակարդակի վրա այդ հանդիպումը եւ այն որ դա տեղի է ունեցել հասարակական ճնշման ներքո, դա նշանակում է դա գին ունի։ Հիմա այն ինչու է այդ ամբողջը եղել, դա գիտեք խարան է եւ խարան է ոչ միայն այս թիմի, այս իշխանության ճակատին։ Դա խարան է երկրի համար։ Գիտեք, երբ որ մենք ասում ենք եվրոպական կազմակերպություններ միջազգային լռում են, դրանց լռությունը շատ երկիմաստ է։ Այդպես չի, որ իրանք չեն տեսնում, ասում են չեն տեսնում, չեն լսում, չէ, տեսնում են, լսում են, իրանք չեն արձագանքում, չեն խոսում։ Այդ չարձագանքելն ինչի հետևանքն է։ Դա նայեք, այսինքն լսելն ու տեսնելը իրենք ունակությունը չեն կորցնում։ Եվ դրա համար եմ ես ասում, դա խարան է մեր ճակատի վրա, ամբողջ պետության վրա։ Մենք տարիներ շարունակ համագործակցության մեջ ենք հասարակական կազմակերպությունները, պետական մարմինները, այսինքն այդպես չի որ։ Եվ այս իրավիճակը, որ դա աննախադեպ է։ Դա ոչ թե հետընթաց է, դա անկում է։ Դա այսպես ասած, թեկուզ մեր նվաճումները շատ համեստ էին, ասենք, համեմատենք ինչ-որ բոլորի վրա լինելը, բայց մենք հիմա անդունդի մեջ ենք եւ դա տեսնում են իրենք եւ դա գնահատում են իրենք, ինչու չեն արձագանքում։ Անդրադառնանք այդ տխուր իրողությանը։ Հարցն այն է, որ արդեն ակնհայտ է եւ Թրամփը օգնեց այդ հարցում, որ բոլորի աչքերը բացվեն, որ լինում են պատմական այնպիսի պահեր, երբ որ բարոյական, համամարտկային, մարդու իրավունքներ, այդ բոլոր արժեքները ընկնում են ինչ-որ մի հետևի մասում, ինչ-որ 10-րդ, 11-րդ տեղում, առաջ են քաշվում ամենա գիշատիչ այդպիսի երևույթները, որոնք ներհատուկ էին միայն այն ժամանակներին, եթե հավատանք, որ ինչ-որ մի հին ժամանակներում մարդը վայրենի էր, ապա այդ վայրենության պահեր ենք մենք ապրում։ Իմ տպավորությունը դա է, դուք հարցրեցիք, չէ։ Մենք հիմա աշխարհում ենք եւ Հայաստանում կներեք ստանդարտի, օրինակելի մի իրավիճակ է, երբ որ քաղաքակրթության ինչ նվաճումներից հետո մենք տապալվել ենք եւ վայրենության շեմին ենք կանգնած։ Ես այլ ձևով չեմ կարող բնութագրել, օրինական հիմք չկա, միջազգային պրակտիկա, ազգային պրակտիկա, որ մորը թողնում եմ դեռ մի կողմ կանդրադառնանք ինչ մեղադրանքներով է, որ մորը զրկեն, անազատության մեջ հայտնված, մորը զրկեն անչափահաս 13-14 տարեկան աղջիկ երեխայի հետ հանդիպման։ Դա ես կրկնում եմ, դա աննախադեպ է։ Դա աննախադեպ է եւ խոսում է դա քաղաքակրթության բոլոր նորմերից դուրս մնալը, միջև անգամ դա բարբարոսություն չէ, բարբարոսությունը վայրենությունից հետո է եկել, ինչ որ նորմեր կային։ Սա վայրենության աստիճան է։ Վայրենությունը ինչ է նշանակում օրենսդրական խոսքով։ Դա ամբողջովին անտեսում է սահմանադրական նորմերի,
օրենսդրական նորմերի եւ միջազգային նորմերի բոլորը պարտականություններ են այդ պարտականությունների համար բոլորը պետք է կրեն պատասխանատվություն եթե չեն իրացվում հիմա այսօր չի իրացվել ոչ միայն այսօր մենք ունենք եւս եւ ես որպես կանխատեսում պետք է ասեմ եւ այս անգամ որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու անօրինական հակաիրավական եւ հակա քաղաքակրթական այս գործողությունների համար Տեսեք, մի կողմից իշխանությունը շատ ակտիվորեն կերպով, այսպես կանանց իրավունքների մասին է խոսում, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք Արեգնաց Մանուկյանի հետ ինչ տեղի ունեցավ։ Այս հակասությունների համատեքստում ինչ պատկեր է ստացվում։ Միթե այս դեպքում Արեգնաց Մանուկյանի իրավունքները չեն խախտվում։ Ես պետք է ձեզ ասեմ, որ կա մի որակ, որ կարող ենք բնութագրել, դա selective justice, այսինքն ընտրովի արդարադատություն եւ եթե հենց որ դուք տեսնեք որ հիմքում ընկած է դա մնացած բաները որպես հետևանք են լինելու այսինքն կանանց իրավունքների մասին խոսելուց խոսում են հռչակագրային առումով մենք ունենք եւ ստորագրել ենք Հայաստանը միացել է Հայաստանի Հանրապետությունը 90-ականների սկզբից միացել է բոլոր հիմնական այն կոնվենցիաների այդ թվում եւ կանանց խտրականության բոլոր ձևերի արգելման եւ այլն դա բոլոր մենք ամբողջ մարդու իրավունքների միջազգային շրջանակը բոլորին միացել ենք մենք եւ քաղաքական քաղաքացիական իրավունքների եւ սոցիալական տնտեսական մշակութային եւ այլն ստացվում ուղղակի թղթի վրա ենք միացել եւ բոլոր տարիներին օգտվել են դրանից որ մենք միացել ենք արտացոլել ենք դա սահմանադրության մեջ եւ երբ որ խոսում են Հայաստանում կանանց իրավունքների մասին օգտվում են այդ պահից մենք ստորագրել ենք եւ մենք կողմ ենք իհարկե կարելի է դա ասել բայց պետք է ասել որ կանանց իրավունքները կանանց հանդեպ վերաբերմունքը այս աստիճան ընտրովի այդ արդարադատության հիմքով այս աստիճան ոտնահարված չէին երբեք տարիներ առաջ մենք միջև անգամ քննարկումներ են հասարակական եղել մի ոստիկանը ավելորդ քնքշություն է ցուցաբերել մի աղջկա նկատ որին մենք դա այդ ժամանակ մենք դա շատ ակտիվ քննարկել հիմա այն ինչ որ տեղի ունենում ընդ որում մենք խոսում ենք հիմա բանտարկյալների մասին բայց ես կխնդրեի որ մենք հիշենք բոլորս այն որթեկորուս կանանց հանդեպ սադիստական միջև այսօր ես կարծում եմ որ նրանք կամ թմրանյութ են օգտագործել կամ ինչ որ մի բան որովհետև դա մարդկային նորմից դուրս էր եւ հայ տղամարդու հայ կնոջ հանդեպ որթեկորույս դա բացարձակապես չի բնութագրում հայ տղամարդուն ընդհանրապես այդ դա նշանակում է որ դա քաղաքական բնույթ է կրում դա քաղաքականության հետևանք է այսինքն այդ ամենաթողության մի մթնոլորտ որտեղ որ կանանց կարող են ընդգրկել ամենակարևոր պաշտոններում նշանակել եւ դա դարձնելով այսպես ոնց ասեմ զոնտիկ իրենց համար սկսեն հետապնդել եւ դաժան անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերեն կանանց նկատմամբ այսօր մենք չենք ունեցել էլի եմ ասում ես այն մարդն եմ որը միշտ բարձրաձայնել է բոլոր այն թերությունները, որոնք որ ներհատուկ են ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհին կանգնած տոտալիտարից անցնող, դա ներհատուկ է, ես միշտ ձայնս բարձրացրել եմ ամենատարբեր որակներով, որպես հասարակական կազմակերպություն, որպես մարդու իրավունքների պաշտպան, որպես падգամավոր եւ ելի որպես ուղղակի քաղաքացի։ Այսպիսի վիճակ աննախադեպ է եւ մենք նոր խոսեցինք այդ միջազգայինի լրության մասին ոչ թե չեն նկատում, չեն տեսնում, այլ չեն խոսում, ինչպես ասեցինք, դա հետևանք է, որ ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների նպատակներն ու խնդիրները հիմա վեր են դասվում, քան այդպիսի
Ամա մարդկային ու ճանաչված քաղաքակիրթ պետությունների կողմից այդպիսի արժեք ինչպեսի մարդու իրավունքն է։ Կանանց իրավունքները առանձնացվել են։ Շատերը ինձ տղամարդկանց հարցում ի՞նչ է կինը մարդ չի, կա մարդու իրավունք եւ հիմա էլ կանան։ Այո, կինը մարդ է, նա խոցելի է եւ ցանկացած խոցելի հատուկ խոցելիություն ունեցող խմբի համար այո միշտ ընդունվել են կոնվենցիաներ, օրինակ երեխաների իրավունքներ, հաշմանդամների իրավունքներ։ Մենք հասկանում ենք, որ դրանք խոցելիության հիմքով են եւ կանայք այո, չնայած որ կեսն են կամ ավելի մեկ փոքր ինչ ավելի մեծ են, քան կեսը աշխարհի, բոլոր դեպքերում, եթե մենք վերցնենք աշխարհի մակարդակով, կանայք հենց գտնվում են ավելի ճնշված վիճակում։ Հայաստանին դա հարիր չէ։ Դա հարիր չէ, որովհետև սովետական ժամանակներից սկսած կինը գտել է իր արժանի տեղը։ Հետո 90-ականներին, ինչպես միշտ տեղի ունենում է անցումային, մենք հետընթաց ենք ունեցել, բայց հիմնադրվել են բազմաթիվ կանանց իրավունքների պաշտպանող կազմակերպություններ, եւ այդ հարցը կարծես թե կարողացել ենք հաղթահարել, այդ հարցում հաղթահարել ամենածանր վիճակները։ Առնվազն այդ աստիճան եւ այս թվով կալանավորումներ անազատության մեջ հայտնվել, ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով մենք չենք ունեցել։ Ես անընդհատ կրկնելու եմ, որ այսօրվա իրավիճակը մարդու իրավունքների տեսակետից աննախադեպ է եւ ոչ միայն Հայաստանի համար, որը կրկնում եմ, մենք անցել ենք ճանապարհ, այլև տարածաշրջանում։ Մենք կամաց գալիս ենք ու կարծես թե ոչ միայն հասնում ենք Ադրբեջանին այն բացասական ներումով, այլև անցնում ենք իրենից։ Ես ժամանակին ասել եմ, Աստված ոչ հրացե, որ Հայաստանի մարդու իրավունքների վիճակը համեմատվի Ադրբեջանի հետ։ Հիմա մենք այդտեղ ենք։ Այո, եւ դա Ադրբեջանը ես չեմ ասում ոչ էթնիկական առումով, ոչ քաղաքական ղեկավարությունը վարում է այնպիսի անմարդկային քաղաքականություն, որ ես միշտ ասել եմ միանալով բոլոր այն փորձագետներին, որոնք ասում են, որ Ադրբեջանը դուրս է քաղաքակրթական այդ դաշտից։ Հիմա մենք շատ արագ, այսպես ասած, այդ տարածքը հաղթահարում ենք եւ մոտենում ենք Ադրբեջանի վիճակին։ Կարող է պատահի այդտեղ են տեսնում խաղաղության պայմանագրի, պես ասած, կետերից մեկը։ Հիմքերը, այո։ Շատ լավ։ Տիկին Ալավերդյան, տեսեք, մի կողմից Տիկին Մանուկյանին առաջադրված մեղադրանքին պիտի անդրադառնանք, այ եթե դատարանը նրան արդարացնի, արդարացման վճիռ կայացնի, այս դեպքում ով պիտի կրի պատասխանատվությունը։ Կներեք, ձեզ ընդհատեցի, ես իրոք լցված եմ այդ։ Նոր ես ասացի դրա մասին, որ ընդհանրապես եւ միջազգային նորմերը եւ Հայաստանի օրենսդրությունը եւ սահմանադրությունը պահանջում է ցանկացած օրինազանցության համար պատասխանատվություն եւ հանցագործության համար պատիժ։ Մենք ունենք մահեր բանակում եւ քրեակատարողականում, մենք ունենք սարսափելի իրավիճակներ հասարակությունում, այս դանակահարում կրկնվող պատճառներով, այո, մենք ունենք սոցիալական դաշտում սարսափելի վիճակներ, երբ որ մարդու իրավունքները ոտնահարվում են։ Ոչ օրինազանցության դեպքում, այսինքն պատկան մարմինները չեն կատարում իրենց պարտականությունները։ Աչքս ջուր կտրեց, ինչպես ասում են, որ ես տեսնեմ, որ ովքեր են այդ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատվություն են կրում մարդու իրավունքները չհոտնահարելու համար կամ սխալ որոշումով, կամ անգործությամբ, ուշադրություն դարձրեք, անգործությամբ մարդու իրավունքների ոտնահարումը անգործությամբ շատ ավելի հաճախակի է եւ շատ ավելի ծանր հետևանքներ է ունենում։ Մենք անցած անգամ օրինակ եւ էլի մի քանի անգամ, որ ոստիկանությունից հեռացվել են 8 թե քանի ոստիկաններ թմրանյութեր օգտագործելու համար, այնտեղ ինչ որ կոռուպցիայի, չգիտեմ ինչ, կներեք, բայց մարդու իրավունքների ոտնահարման համար ես չեմ տեսել, որ մի անգամ
լինի որ այս անձը պատասխանատվության է կանչվել կամ պատիժ է կամ պատժվել է կամ մեղադրվել է մարդու իրավունքների ոտնահարման համար չկա այդպիսի բան այնինչ մարդու իրավունքների վերականգնումը ենթադրում է ոչ միայն վերադարձը այդ իրավունքի վերականգնումը այլև պատասխանատվության անպայման կանչելուն այն անձի ով որ մեղավոր է մարդու իրավունքների ոտնահարման մեջ եւ փոխհատուցում այդ տուժած մարդու այն ժամանակահատվածի համար երբ որ իրավունքները ոտնահարված են մենք չունենք այդ նորմը եւ ես ցավում եմ մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ ես հիշում եմ ոնց էին զարմանում որ դե արդեն վերադարձրել ենք էլի օրինակ հողամասը վերցրել են անօրինական պայքարել ենք դե արդեն տվել ենք էլ ինչ եք ուզում միջև անգամ զարմանում էին այսինքն դա տգիտության անցանկալի եւ մերժելի տարբերակ է պաշտպան ես բոլոր այն ժամանակներից ասում եմ բոլոր նրանք ովքեր ստանում են պաշտոն նրանք պետք է սեմինար անցնեն նրանք պետք է ծանոթանան ամբողջովին այդ բոլոր նորմերին պարտականություններին որոնք որ վերցվել են պետության կողմից միանալով այս կամ այն միջազգային եւ սահմանադրությունը եւ օրենսդրությունը լավ իմանան որովհետեւ սահմանադրության մեջ մի հրաշք հոդված կա երրորդ հոդվածն է ասում է Հայաստանի Հանրապետությունը մարդը բարձրագույն արժեքն է հետո ելի մի բան է եւ երրորդ նախադասությունը ասում է իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքներով ես էլի փորձս ասեմ երբ որ ես դա ասում եի ծիծաղում էին ասում էին չի կարող պատահել եղել չեն կարդացել միջև այլ չեմ ասում որ չեն ընկալում երբ որ լսում են այս առումով դա անգրագիտության որը որ գիտեք գրեթե արդեն հանցանքի հասնող անգրագիտությունը պատճառներից մեկն է որ մեզ մոտ չկա այդպիսի բան որ ինչ որ մեկը կանչվի պատասխանատվության մարդու իրավունքների ոտնահարման համար ես չեմ լսել այդպիսի բան Տիկին Ալավերդյան անդրադարձակ նաև բանակում տեղի ունեցողներին նաև հասարակական կյանքում տեղի ունեցողներին գրեթե ամենօրյա ռեժիմով ենք տեսնում որ հասարակական կյանքում տեղի ունենում ամենատարբեր դանակահարությունները ուրեմն զենքի կիրառմամբ մարդու կյանքի զրկելու դեպքերը տեսնում ենք որ նաև գրեթե ամենօր ուրեմն ամենամսյա ռեժիմով տեսնում ենք որ բանակում տեղի ունենում ինքնասպանություններ այս ամենը ինչի պատճառով է տեղի ունենում միթե ուրեմն վերադասները չեն վախենում կամ պատասխանատվություն չունեն ավելի բարձր պաշտոններում գտնվող անձանց նկատմամբ ո՞րն է պատճառը որ այսչափ շատացել են ինքնասպանությունները բանակում Շնորհակալություն գիտեք կա այդպիսի արտահայտություն որ եթե բանակում հաջողություններ են դա ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է իսկ եթե կա թերություններ դա առաջի դեմքի պատասխանատվությունն է հիմա առաջի դեմքը ոգևորված է որովհետև իրեն նորից վերանշանակել են այսքանից հետո այսքան աղմկալի գործերից կներեք ես թողնում եմ մի կողմ ես ցավակցում եմ բոլոր ծնողներին շատերի միակ տղավորթիներն են եղել ես ծանր եմ տանում գիտեք իմ երբեք էմոցիաներս չեն սովորել նրան որ դա սովորական բան է ես պետք է ասեմ որ դրանից բացի կա մի ուրիշ երևույթ հիմնականում մայրերը բայց եւ հայրերը չեն ուզում իրենց տղաներին տալ բանակ Այսինքն դա անվտանգային խնդիր է դառնում։ Տեսեք անձի իրավունքները, ամենակարևորը կյանքի իրավունքի ոտնահարումը, նա կապ ունի պետության անվտանգության հետ։ Որովհետև եթե դու տեղի ունեցել, լինում է, բայց եթե չկա վրա չի հասնում պատիժը, եթե հետագայում այդ ընտանիքի հանդեպ ցավակցությունից զատ ուրիշ բան չի վրա հասնում, ի վերջո խաղաղ ժամանակ ոչ թշնամու կողմից սպանվածի մահը պետք է սոցիալական ինչ-որ հոգատարություն ենթադրի այդ ընտանիքի հանդեպ։ Հստակեցնենք, որ այդ ամենը նշանակություն ունի եւ ոչ միայն առանձին արդեն տուժած ընտանիքի համար, այլ հասարակության համար։ Դա այն, որ հասարակության մեջ եւ խաղաղ բնակիչների մեջ անընդմեջ մանավանդ երիտասարդների մեջ ավելացել են այդ վեճերը դանակահարությամբ կներեք էլի ես Բաքու եմ ծնվել, Բաքու եմ մեծացել։ Դանակահարությունը այդ վիճակը մենք դա չենք համարել հայկական
հային ներհատուկ։ Չեմ ուզում ոչ այլ ինչ-որ բաներ ասեմ, բայց լինելով, ապրելով բազմազգ շրջապատում, հայերի ընտանիքներում դաստիարակությունը եղել է բոլորովին այլ, որ դու պետք է տարբերվես, դու քրիստոնյա ես առնվազը դա, թեկուզ չեն գնացել եկեղեցի կարող է եւ այլ կապ չունի, նորմատիվային բազան քրիստոնյական, դա վերին աստիճանի հիմք էր դաստիարակության խրատներով, բոլոր մեր գուսանների երգերը խրատներ են ի վերջո, պատահական չի, որ երբ որ ծնողը ուզում էր ինչ-որ դիտողություններ ասում էր անխրատ, դա շատ բան էր, ազդեցիկ բան էր, որ խրատը չես լսել, քեզ անպայման չէ, որ քեզ չեն խրատել, բայց չես լսել, հիմա այդ անխրատությունը ոգևորվում է վերևներից, լինի դա գրեհիկ, եւ փողոցային պետք է այդ խոսքը օգտագործել բառապաշարով այդ կեցվածքով բոլորը գիտեն որ կա արտահայտություն օրենքով գող բայց օրենքով փոխխոսնակ օրենքով падգամավոր դա ծանր բան է չէ եւ մենք տեսնում ենք որ մի հատ տեսեք կեցվածքը մի հատ տեսեք ինչպես են նստում, մի հատ տեսեք ոնց են արձագանքում։ Այդ բոլորը կներեք չի անցնում հենց այնպես։ Մեծը հորինացին դարեր առաջ, ասել է ցանկացած թերացում, թերություն իշխանության մեջ հազարապատիկ կներեք, արտացոլվում է ժողովրդի մեջ։ Մենք այդ դրա եւ հիմա էլ երբ որ ասում են բանակում այդ երևույթներ են, որովհետև այնտեղ կան հասարակությունից եկած որոշ, բայց շատ կներեք, բայց հասարակության մեջ հայտնվում է եւ զարգանում է վերևից եկող։ Այդպես պետք չէ ֆուտբոլային այդպես խաղալ։ Պետք է հստակեցվի այո եւ հասարակության իրավիճակը եւ հասարակության մեջ հարաբերությունները այո դրա համար պատասխանատվություն է կրում իշխանությունը։ Ինչ է իշխանությունը եկել է աշխատավարձ ստանալու։ Իշխանությունը պատասխանատվություն է կրում ամեն ինչի համար եւ տվյալ դեպքում պաշտպանության նախարարի այդպիսի խոսքը որ մենք հիմա ստեղծել ենք միջ գերատեսչական ինչ-որ բան որը պետք է զբաղվի այդ հասարակությունը ինչ բան է պետք չի դու հետևեք թե ինչպես են խոսում падգամավորները, ինչպես է խոսում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ես ամաչում եմ, ես տարբեր երկրներ բոլոր դեպքերում այցելում։ Նախընտրական պրոցեսներում ավելի ցցուն էին դրա։ Դե ես ուզում եմ ասել, դա այդպես չի, խոսքը, գիտեք, խոսքը գնդակից էլ կարող է ավելի դիպուկ լինի եւ ոչ թե սպանի, այլ վիրավորի վիրավորված հասարակություն մենք ունենք, թողնում եմ արցախցիների հանդեպ վերաբերմունք, դա ուրիշ պատմություն է։ Ինչպես են խոսում իրար հետ։ Պատգամավորները, ինչ է նշանակում, որ բոլոր պատգամավորները, չգիտեմ, էսեն, ես չեմ կրկնելու այդ արժանապատիվը նսեմացնող իրենց արժանապատիվը, իշխանության արժանապատիվը նսեմացնող այդ բառապաշարը դա խարան է կրկնում եմ պետության եւ ամբողջ ազգի վրա, որովհետեւ դա ասում է կապ չունի, նկարած թվով են ընտրվել, չնկարած ընտրել են, չէ, ինչ-որ մի քանի հոգի ընտրել են, չէ, այո, կապ չունի ինչքան։ Դա նշանակում է, որ այն երևույթները, որոնք այսօր մենք տեսնում ենք հասարակության մեջ այդ բացասական երևույթները օրից օր աճող, դա էլի գալիս է վերևից։ Ես չեմ կարծում, որ դա պատահական է։ Շատերը ասում են, այդպես իրենք այդպեսին են ասում, ոչ, դա քաղաքականություն է։ Նրանք քաղաքակիրթ հայ ազգը դարձնում են անկիրթ ցեղ։ Դա է նրանց նպատակը։ Ես համոզված եմ, որ դա նպատակասլաց գործընթաց է։ Եթե ես սխալ եմ, թող ուղղեն, ոչ թե ինձ, այլ իրենց կեցվածքն ու գործողությունը։ Չի կարող պատահել, որ դա պատահական լինի, պատահական մի անգամ կլինի, երկու անգամ կլինի, բայց եթե մենք լսում ենք դա արդեն 8 տարի շարունակ այդպիսի բառապաշար, դա քաղաքականություն է։ Այո, լեզվական մշակույթի իջեցումը փողոցային
այդ բառապաշարի։ Տիկին Ալավերդյանով խոսեցիք խաղաղության օրակարգի մասին, այս ամենի համատեքստում պիտի հարցնեմ, արդյոք հայ հասարակությունը պատրաստ է ադրբեջանցիների հետ, այն ազգի հետ, որը հրահրել է 44-օրյա պատերազմը, այդ ազգի ներկայացուցիչների հետ, պատրաստ է հայ հասարակությունը գնալ խաղաղության օրակարգի։ Գիտեք, խաղաղությունը սուրբ խոսք է, ես պետք է ասեմ, արդեն քանի պատերազմ տեսա աչքս ինձ ոչ Ես նշեցի մենք 44 օրյա պատերազմը, բայց դրանք շատ այսինքն պետք է ասեմ, որ խաղաղությունը իրոք սուրբ խոսք է, այն ինչ որ հիմա ասում են, դա պղծած հասկացություն է, դա ես պետք է ինչքան էլ ասեն պետք չի մեջբերել Ալիևին, ես մեջբերելու եմ կներեք գախնի չի ասում միտեղ, նա ասում է բոլորի, նա ասում է միջև անգամ բարձր ամբիոններից, վերջերս ասել է, թող պետք չի, որ հայերը կամ Նիկոլ Փաշինյանը ամաչեն կապիտուլյացիա բառից։ Եվ այն պայմանագիրը, այն երակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է 20 թվականի 9 նոյեմբերի, այն 22 թվականի հայտարարությունը պատկանելիության մասին Արցախի, այդ բոլորը զուտ կապիտուլյացիայի բնույթ են կրում։ Թող, այսպես ասած, չմոլորացնեն ժողովրդին, որ չենք կարողացել, չենք պահել, երբ որ դուք ասում եք, որ ադրբեջանցիների էս են արել, բա ինչու չէին առաջանում, ինչու 30 տարի շարունակ չէին անում։ Մենք պետք է այդ հարցը մեզ տանք, մենք չէին անում, որովհետև չունեին գործընկեր Հայաստանի Հանրապետությունում հանձինս իշխանությունների, անհնարին կլիներ եւ որևէ մի բան 20 թվականի պատերազմ, 21 թվականի Հայաստանի տարածքների հանդեպ այրածը, 22 թվականի, 23 թվականի Արցախի հանդեպ ցեղասպանական այդ ագրեսիան, դա հնարավոր չէր լինի, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան հանձինս այս օրվա իշխանության չունենային գործընկերներ։ Ես պատրաստ եմ միջև անգամ մի քանի դեպքեր ասել, երբ որ նախաձեռնողը եղել է Հայաստանի իշխանությունը։ Եվ երբ որ ասում են դրանց պարտադրել են, պես բան չկա։ Եթե դա պարտադրանք լիներ, իրանք չէին բարձենա դրանով։ Այդ Փաշինյան Նիկոլը չէր ասի, որ ես դեռ 18 թվականին պետք է ասեի, որ Արցախը Ադրբեջան է։ Դա ինչ է նշանակում, որ 18 թվականին, երբ որ նա չի ասել, նա խաբել է ժողովրդին, ստել է, նա չի ասել իր մոտեցումը այդ հարցին առնվազն։ Այսինքն մենք պետք է հստակեցնենք, այն ինչ որ տեղի ունենում այսօր Հայաստանում, դա այդպես չի, որ որովհետև Պուտինը սա է, որովհետև Եվրոպան սա է, որովհետև Ադրբեջանը, իհարկե բոլորը կա, բայց բոլորը միշտ էլ եղել են։ Բոլորի նպատակները չեն փոխվել։ Դա նույնն է եղել։ Ինչն է փոխվել Հայաստանի Հանրապետության իշխանությունը իր այս գաղափարախոսությամբ եւ գործողություններով եւ սա է խնդիրը ու մենք երբ որ ասում են որ պետք է դիմադրել ես դա կոչ չեմ անում հակա պետական ինչ-որ բաների հակառակը դիմադրենք որ պաշտպանենք ու պահպանենք պետությունը դվյալ դեպքում դիմադրությունը դա անգամ ես ավելի մեղմ եմ արտահայտվում, քան քաղաքացի Փաշինյան Նիկոլը։ Ինքը ասում է համաձայն չեք հեղափոխություն արեք, այդ որ մի ղեկավարը իր ստապ վիճակում այդպիսի արտահայտություն կանի։ Շնորհակալ եմ շատ զրույցի Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։